Ներս մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին քննարկում ենք Տեր Բրահմայի, այսինքն ըստարյացիների նյութական աշխարհի երկրորդական արարչի աղոթքները, որը ինքը մատուցում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Մենք տեսնում ենք, որ իրականում այս պահին Տեր Բրահման ինքը գործ ունի Գերագույն Աստծո ազնվորության հզորության մարմնավորման հետ, Տեր Նարայանայի հետ, եւ ուրեմն համապատասխան իր դիրքի, համապատասխան այն ծառայության, որը ինքը պետք է հիմա մատուցի Գերագույն Աստծո ազնվորությանը, ինքը աղոթքներ է մատուցում։ Ես հատուկ ուշադրություն դարձրեցի եւ հույսով եմ, որ չեմ ձանձրացնում այս սովորությամբ, որ մանրակրկիտ քննարկում եմ ուրեմն մեծ ազնվորությունների աղոթքները, որովհետև շատ հետաքրքիր է, ընդհանրապես շատ հետաքրքիր է արիացիների մշակույթը Աստծուն աղոթելու, եւ երկրորդ հերթին մեծ ազնվորությունները իրենք խոսում են իրենց իրականացման, իրենց բանականության մակարդակի, այսինքն իրենց հասկացողության մակարդակի բարձունքներից, եւ դա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք նույնպես աճ ապրենք, այսինքն ուշադիր լսելով մեծ ազնվորությունների աղոթքները մենք կարողանում ենք աճ ապրել եւ գաղափարական տեսանկյունից համեմատելով, թե օրինակ ինչ պատկերացումներ ունենք մենք Աստծո մասին, իսկ ինչպես են նրան հասկանում նրանք, ովքեր քաչ ճանաչում են նրան, հատկապես նրանք, ովքեր որ շփվում են նրա հետ։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ համարձակ են մտնում այդ դաշտ, շատ համարձակ խոսում են նրա մասին, որ իրենք շատ լավ գիտեն Գերագույն Աստծո ազնվորությանը։ Նու հիմա կարող ենք այսպես ասել, էլի, համենայն դեպս իրանք խոսում են նրա մասին, որ շատ լավ գիտեն, թե ով է բերել մեր մոլորակ կյանքը։ Եթե ժամանակակից լեզվով խոսենք, այսպես աստվածային թեմաները դնենք մի կողմի վրա, ապա կարող ենք այսպես ասել։ Հիմա, չէ, եւ ուրեմն Տեր Բրահման հիմա այս պահին մի քիչ հետո ինքը պիտի սկսի երկրորդական արարչագործությունը։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք մշտական մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ գաղափարը, որ արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհի ֆիզիկական կառուցվածքը դա Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունն է, բայց թե նյութական աշխարհում ինչպիսի կենդանի էակներ են ապրելու, դա արդեն որոշվում է հենց իրենց կենդանի էակների, ուրեմն մտածելակերպի, արժեքային համակարգի, ներքին ուրեմն մակարդակի, ասում եմ կալիբր, էլի, այդ նրանով է որոշում, թե կենդանի էակը ընդհանրապես, եթե այսպես պարզ լեզվով խոսենք, ինչ է իրանից ներկայացնում։ Եվ համաձայն դրա, թե ինքը իրանից ինչ է ներկայացնում, իրան տրվում է որոշակի մարմին։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս ամեն ինչի մեջ մենք կարողանում ենք հասկանալ, որ Տեր Բրահման ինքը խոսում է հիմա արդեն իր պատկերացումների մասին, թե ինչ վիճակում են գտնվում նյութական աշխարհում ապրող կենդանի էակները, ինչ դիրք ունի Գերագույն Աստծո ազնվորությունը այդ ամեն ինչի մեջ, ինչ վերաբերմունք ունի եւ այլն։ Եվ ես կարդամ մեր այսօրվա տեքստը եւ մենք փորձենք այն քննարկել։ Ուրեմն Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ 18-րդ տեքստ։ Ով ամենաողորմած Տեր, ես խոնար ակնածանքով գլուխ եմ խոնարհում քո առաջ, որովհետև դու անխոնջ ժամանակն ես եւ վայելում ես բոլոր զոհաբերությունները։ Ես իշխում եմ տիեզերքի բոլոր մոլորակների վրա եւ բնակվում եմ մի ոլորտում, որը գոյություն ունի երկու պարարտայի ընթացքում։ Ես անթիվ տարիներ նվիրել եմ ճգնություններին, ինքնաճանաչման հասնելու համար, սակայն չնայած այս ամենին,
ես խորին ակնածանքով կրկին խոնարհվում եմ քո առաջ։ Ուրեմն, ինչպես տեսանք, Տեր Բրահման առաջին հերթին Գերագույն Աստծո ազնվորությանը դիմեց որպես ամենաողորմած ուրեմն ազնվորություն։ Ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է դրա մասին, որ Տեր Բրահման հիմա քաջ գիտակցում է, որ նյութական աշխարհում կան շատ կենդանիակներ, որոնք իրենք կարեկից են, կան կենդանիակներ, որոնք իրենց բնությամբ շատ ողորմած են։ Եվ հենց ինքը Տեր Բրահման մեզ դեռ ոչ մի անգամ ցույց կտա, թե ինքը անձամբ ինքը ինչքան ողորմած եւ փափուկ ազնվորություն է։ Եվ դրա համար բոլոր նրանք, ովքեր իրան ճանաչում են, հիմա այսպես, եւ կիսաստվածները եւ դևերը, իրանք բոլորը, ուրեմն Տեր Բրահմային կոչում են պապ, այսինքն իրանք բոլորը ընդունում են Տեր Բրահմային որպես իրենց, եթե կարելի այսպես ասել, արյունակից եւ բոլորը սիրում են իրան իր այդ փափուկ եւ ողորմած բնության համար։ Բայց այստեղ Տեր Բրահման ինքը ասում է դու ես ամենաողորմածը, այսինքն ինքը այստեղ մեզ ասում է, որ ինքը հիմա իր առաջ տեսնում է մի անձնավորության, որի ողորմածությունը ոչ թե մասնակի է, հա, այլ կատարյալ է եւ չունի սահմաններ։ Եվ ինքը ասեց դու ամենաողորմած ես, բայց եւ Տերն ես, հա, ամենաողորմած Տեր, ուրեմն դու ողորմած ես, բայց եւ Տերն ես։ Տերը միշտ նշանակում է, որ այդ ազնվորությունը ինքը, այսպես էլի, բան է, բացարձակ կենտրոն է, իրանից են կողմ կամ իրանից բացի իրականում ոչ մի կենտրոն գոյություն չունի։ Այսինքն դա մի ազնվորություն է, հա, որը ինքը որին պատկանում է ամեն ինչ։ Եվ այստեղ մենք ձեզ հետ տեսնում ենք, որ հենց ամենաառաջի այդ դիմումը, որով Տեր Բրահման ինքը դիմում է Գերագույն Աստծո ազնվորությանը, չէ, ինքը բան այսպես երանգ է տալիս իր այն մնացած ամենիչին, ինչ որ ինքը կասի, չէ։ Այսինքն, երբ որ ինքը ասեց դու ամենաողորմած Տերն ես, հա, սա հոգևոր տեսանկյունից իրականում շատ բարձր գնահատական է, հա, եւ Տեր Բրահման ինքը ասեց ես խորին հարգանքով խոնարհվում եմ առաջ, հա, հասկանում եք, տեսեք, այդ почтение, հա, այդ հարգանք, այդ բան էլ այդ հարգանքը, որի մասին հիմա խոսում է Տեր Բրահման, սա շատ կարևոր թեմա է։ Ինչու է կարևոր, որովհետև կա երկու տեսակի այդ հզորության տեսանկյունից, որտեղ ինքը ասես Տեր ես, չէ, այսինքն ինքը դիմեց հիմա Գերագույն Աստծո ազնվորության հզորության ասպեկտին, չէ, եւ այստեղ կարելի է երկու զգացմունք ունենալ։ Մեկը դա հզորության առաջ վախն է։ Հասկանում եք։ Իսկ մյուսը դա երբ որ ասում է հարգանքով, այսինքն երբ է կենդանիակը ինքը վախ զգում Գերագույն Աստծո ազնվորության կամ ընդհանրապես ցանկացած ուժի դիմաց։ Կենդանիակը ինքը վախ է զգում, երբ որ ինքը հասկանում է կամ գնահատում է իր առաջ կանգնած ազնվորությանը, այնպիսին, որ ինքը կարող է չարաշահել իր հզորությունը։ Համաձայն եք։ Հիմա, իսկ այդ հարգանքը կարելի է ունենալ ուղղակի հակառակ դեպքում, երբ որ կենդանիակը ինքը հասկանում է, որ իր առաջ կանգնած է մի ազնվորություն, որը այո, ամենահզորն է, բայց որը երբեք իր հզորությունը չի չարաշահում։ Եվ այդ հանգամանքը, որ ինքը չի չարաշահում իր հզորությունը, չէ, դարձնում է իրեն խորը հարգանքի արժանի։ Հասկանում եք, որովհետև ինքը այնպիսի հզորություն ունի,
որ ինչ ուզեր կարող էր անել։ Տեսեք, այս նույն տրամադրությամբ, չէ, այդ ողորմած տեսանկյունից, չէ, տեսեք, Տեր Շրի Քրիշնան ինքը Բհագավադ Գիտայում, երբ որ Արգջունայի հետ խոսում է պարտականություններից, ինքը մի շատ կարևոր գաղափար է առաջ քաշում ինքը իր մասին։ Ինքը ասում է իրականում ես ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չեմ, հատկապես նյութական աշխարհում։ Հա, հոգևոր աշխարհում ես ինձ պարտավորված եմ զգում։ Ես ինձ պարտավորված եմ զգում, որովհետև հոգևոր աշխարհում կենդանիակները իրենք ընդունում են իմ դիրքը, հա? Իրենք ընդունում են իմ դիրքը եւ ընդունելով իմ դիրքը, իրանք ինձ ոնց որ պարտավորեցնում են, որ ես ինձ պարտավորված կամ, որ եթե ես ամենահզորն եմ իրանց մեջ, հա, ապա ես ինչպես եմ ես վարվում այն կենդանիակների հետ, որոնք իրենք տրվում են իմ հնարավորություններին։ Եվ հոգևոր աշխարհում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց է տալիս, որ երբ որ կենդանիակները իրենք տրվում են իրեն, չէ, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի այդ կենդանիակները լինեն երջանիկ։ Սա է դրա բնական բնավորությունը։ Հասկանում եք։ Հիմա մենք գալիս ենք նյութական աշխարհ։ Բազմիցս քննարկել ենք այս թեման։ Նյութական աշխարհ գալիս են նախանց կենդանի էակները։ Եվ հիմա տեսեք այդ նախանձի տեսանկյունից, չէ, մենք կարող ենք հասկանալ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե մենք հաշվի ենք առնում իր բնությունը, որը արտահայտված է հոգևոր աշխարհում, եթե մենք հաշվի ենք առնում իր մտադրությունները, թե ինչու համար գոյություն ունեն կենդանիակները, չէ, ապա այն թե նյութական աշխարհում կենդանիակները իրանք իրար հանդեպ ինչ են պատրաստ անել, չէ, տեսեք, օրինակ ես բան էլի սենց չեմ սիրում, երբ որ այսպես բան վերաբերմունք կա, էլի ոչ արդար, չէ, ես այդ հարցը հիմա բարձրացնում եմ, այո, մեզ համար, հոգևոր զարգացման տեսանկյունից, չէ, ինչ որ իրադարձություններ կան, որոնք աշխարհում երբ որ կատարվում են, եւ այդ իրադարձություններին նայել իմինը հոգևոր տեսանկյունից, չէ, որտեղ մենք կարող ենք ասել, ինչի են այդ արիացիները ասում, որ նախանց կենդանիակներն են գալիս նյութական աշխարհ, չէ, որ դա ամեն մեկիս է չէ վերաբերվում, եւ մեզանից ոչ մեկ ինքը չի ուզում ընդունի, որ ինքը նախանձ է, չէ, հիմա ես մի հատ ուրիշ հարց բարձրացնեմ, այդ դուք կարող եք ասել, ինչպիսի մարդ պիտի լինի, իր մեջ, ինչպիսի մարդ պիտի լինի այն ազնվորությունը, որը հանգիստ ծխմում է կոճակի վրա եւ ռումբ է ուղարկում դպրոցի վրա։ Այդ մարդը ինքը ինչպիսի մարդ պիտի լինի, որպեսզի պատրաստ լինի այդպիսի բան անել։ Հասկանում եք, եւ սառնասրտորեն, այսպես մտնի եւ օրինակ մի ամբողջ երկիր ուղակի ավիրի։ Հիմա խոսքս միայն Պարսկաստանի մասին չի։ Ինչպիսի մարդ է պետք լինել, որ դու կարողանաս այդ անես, որ այսպես սխմես կոճակը ու հասկանաս, որ հիմա դու խաղաղ քնած մարդկանց տան վրա ռումբ ես ուղարկում։ Առաջինը էլի, պատասխան տվողը ինքը արդեն մեղավոր չի, ինքը իրավունք ունի։ Աստվածային օրենքներով, երբ որ ազնվորության վրա նախահարցակ են եղել, ինքը իրավունք ունի պաշտպանվել։ Հատկապես եթե հարձակվել են անզենների վրա։ Հասկանում եք, չէ՞, այդ տեսեք, այսինչ բաներ ենք անում, չէ՞, մենք իրար հետ։ Որտեղ կամ ասենք, ինչպիսի մարդ պետք է լինենք մենք, ես այս հարցը քննարկել եմ, չէ՞, ինչպիսի մարդ պիտի լինենք մենք, որ հազարավոր ֆիլմեր ունենանք դոկումենտալ, որոնցում տեսնում ենք, թե ինչ վիճակում են ապրում սևամորթ ուրեմն ազգերը Աֆրիկայում, ինչպիսի պայմաններում են այնտեղ մեծանում երեխաները, հա, եւ օրինակ թույլ տանք մեզ այդ բարեկեցությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Ինչպիսի մարդ պետք է լինել։ Մի դեպքում պետք է լինել դաժան մարդ, մյուս դեպքում պետք է լինել
բան, անտարբեր։ Հասկա, այ ուրիշի տառապանքի հանդեպ անտարբեր։ Ուրիշ այդտեղ բառ չկա, չէ, որը մենք կարող ենք ասել։ Հասկանում եք, այսինքն այո, նյութական աշխարհում կենդանիակները, եթե ինչ-որ մի հատ հզորություն են ունենում, այդ հզորությունը միշտ օգտագործում են երկու կետում, կամ նախանձը բավարարելու համար, որպեսզի առավելությունը վերացնեն, կամ ջահելությունը, այսինքն ատելությունը բավարարելու։ Հասկանում եք։ Եվ դրա համար իհարկե, երբ որ հիմա Տեր Բրահման ինքը նայում է Գերագույն Աստծո անձնավորությանը եւ գիտակցում է նրա հզորությունը, դա ասեք եւ ասենք տեսեք, չավարտեցի ես, Բhagavad Gita-ն Տեր ինքը երբ որ Արջունային սկսում է բացատրել պարտականությունների գաղափարը, չէ՞, ինքը ասում է, ես ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չեմ։ Որովհետև նյութական աշխարհում ապրող կենդանիակները դա այն կենդանիակներն են, որոնք փաստացի ասել են, մենք չենք ուզում ապրել այն աշխարհում, որը քո մտադրությունն է։ Մենք ուզում ենք հնարավորություն ունենալ մեր աշխարհը եւ այդ աշխարհը կառուցել ըստ մեր պատկերացումների։ Որն են այդ հիմա հենց այս պահին։ Որն են այդ պատկերացումները։ Հասկանում եք, 5-6 հոգի մարդ կան, որոնք իրենք առավոտը երեկոյան քնում են, ամբողջ գիշեր երազում են, առավոտը փորձում են իրականացնել մի գաղափար, չէ՞։ Մենակ ես պիտի իշխեմ ամբողջ աշխարհում։ Եվ հիմա ամբողջ աշխարհում պայքար է գնում, չէ՞, մշտական մրցակցություն, որը ինքը ժամանակ առ ժամանակ անցնում է բռնության, բայց հիմնականը դա մրցակցությունն է, չէ՞։ Ինչին են ձգտում, գերիշխանության, ինչի համար, ինչու չեն կարողանում օրինակ մարդիկ, չէ, իրանք, ասենք, ամեն մեկը իրա պետության մեջ զբաղված լինի, մենակ իրա երկիրը շենացնելով, ինչու է պետք էլի, որ այսպես անպայման մեկը մյուսի հանդեպ առավելություն ունենա, ինչու է պետք համաշխարհային մահակը, որովհետև ամեն ինչ իրականում, վերջնականում հենված է նախանձի եւ ագրեսիա, ատելության վրա։ Հասկանում եք, չէ՞, սա է, չէ՞, այսինքն ներքին հոգեբանությունը ինքը պարտադրում է արտաքին աշխարհում ինչ-որ իրականություն։ Եվ մենք ունենում ենք այն, ինչ մենք ունենում ենք։ Հիմա, այդ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող էր ասել, դուք ուզեցել եք առանց ինձ ապրել, գնացեք ապրեք։ Այն որտեղ ուզում եք տարածք ստեղծեք, եթե արդեն համարում եք, որ կարող եք լինել ինձանից անկախ, դա նշանակում է, որ դուք պետք է ունենաք, չէ՞, այդ հնարավորությունները։ Ինքներդ ձեզ համար աշխարհ ստեղծեք, ինքներդ ձեզ համար, ասենք, չգիտեմ, մարմիններ ստեղծեք, ձեր գոյությունը ապահովեք, ինքներդ մտածեք, թե այդ մարմինը ինչպես պիտի աշխատի, ասենք, եւ այլն, միլիարդավոր բաներ կա, որ եթե դուք չեք ուզեցել այն ինչ որ ես եմ կարող անեմ, արեք ինքներդ։ Բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, հենց այդպես էլ ասում է, ես ոչ մեկի առաջ ոչ մի բան պարտավոր չեմ նյութական աշխարհում։ Բայց ես անընդհատ, առանց ոչ մի վայրկյան ընդհատելու կատարում եմ պարտականություններ։ Որ պարտականությունները, այն պարտականությունները, որը պահպանում է աշխարհը, չէ՞ որ դա հենց իրա էներգիա, այդ որ մենք ասում ենք ձգողականության ուժ, դա հենց Գերագույն Աստծո ազնվորության անձնական էներգիայի հաշվին է, որ մոլորակները մնում են օդում։ Հասկանում եք, որ կա օդը, կա հողը, կա ջուրը, կա նյութական մարմինը, կա սերմը, որը կյանք է տալիս, եւ այն ամեն ինչ, այն ամբողջ կարգավորվածությունը, որը կա այս աշխարհում, չէ՞, դա Գերագույն Աստծո անձնավորությունը, այսինքն այդ ամբողջ տիեզերքը պահելու համար, ինքը փաստացի հասկանում եք, չէ՞ որ ոչ մի վարքյան չի քնում արարիչը, որտեղ այդ ամեն ինչը մնում է այնպես ինչպես կա, իր շնորհիվ։
Եվ դրա համար ինքը ասում է, եթե ես մի վայրկյան դադարեմ կատարել իմ պարտականությունը, ինքը ասում է, ես պարտականություն չունեմ, բայց ես իմ վրա վերցրել եմ պարտականություն, ինչու՞, որտեղ ես գիտակցում եմ, որ կենդանիներն իրանք կոպիտ ասած իրանք գլխից մեծ ինչ-որ մի հատ ցանկություն ունեն, ու ցանկությունից բացի ուրիշ ոչ մի ռեսուրս չունեն։ Այսինքն իրանք իրանց այդ ցանկությունը իրականացնելու համար, անկախության ցանկությունը իրականացնելու համար, իրանք մեկը մնում են ինձանից կախված։ Եվ ես այդ կախվածությունը երբեք չեմ չարաշահում։ Եվ ստեղծում եմ նյութական աշխարհը, հա, եւ արարում եմ այդ աշխարհը, պահպանում եմ այդ աշխարհը։ Այո, ավիրում եմ այդ աշխարհը, երբ որ դրան է արժանի։ Պատճառահետևանքային կապերով։ Հասկանում եք, չէ՞, եւ ասում ես ոչ մի վարքյան չեմ դադարում պարտականություն կատարել։ Հասկանում եք, հիմա Տեր Բրահմանը, երբ որ ինքը նայում է Գիրագույն Աստծո անձնավորության, ինքը այդ դա է տեսնում։ Ինքը արդեն ասեց, չէ, որ դու տրանսցենդենտալ ես։ Այսինքն դու նույնիսկ այս աշխարհում, որը ինքը իվոսը գունաներն է, չէ, որը ինքը հենված է անարդար կապվածությունների, անարդար ատելությունների, մրցակցության եւ բանի թշնամանքի վրա, չէ, դու նույնիսկ այս աշխարհում մնում ես պարտականություններ կատարում։ Անկախ նրանից, թե կենդանիակները իրանք ինչպիսին են, լավն են, վատն են, արատավոր են, ագրեսիվ են, բարի են, կոպիտ ասած, բոլորի վրա նույն արևն է դուրս գալիս։ Եվ դա անում ես դու։ Դրա համար ինքը ասես դու ամենաողորմած ես եւ Տեր ես, չէ՞, բայց ինքը երբ որ ասեց եւ ես ակնածանքով խոնարհվում եմ քո առաջ, չէ՞, դա նշանակում է, որ այն ազնվորությունը, որին ինքը հիմա իր առաջ տեսնում է, այդ ազնվորությունը ոչ թե իր մեջ վախ է առաջացնում, այլ հարգանք։ Ես մի անգամ արդեն ձեզ հետ խոսել եմ այդ թեմայով, չէ, որ սովորաբար թող իրանքիցներ են էլի, ես ասենք, իրականությունն է ինքը այնպիսին է, որ գաղափարախոսությունները կամ, չգիտեմ, աշխարհի առաջնորդները, չէ, իրանք տղամարդիկ են։ Եվ եթե ինչ-որ մի բան սխալ է արվում, դա իրանք են սխալ անում։ Եթե ինչ-որ մի բան ճիշտ է արվում, դա էլի իրանք են ճիշտ անում։ Եվ մենք ստիպված ենք լինում, եւ իրանք ամեն մեկն էլ ունեն իրենց հոգեբանությունը, չէ՞։ Եվ երբ որ մենք փորձում ենք ճշմարտությունը բացահայտել, մենք ստիպված ենք լինում անպայման քննարկել տղամարդկանց հոգեբանությունը, երբ որ տեղը գալիս է քննարկել կանանց հոգեբանությունը, հասկանում եք, չէ՞։ Եվ ես արդեն մի անգամ ձեզ հետ քննարկել եմ, չէ՞, որ երբ որ աստվածները հորինվում են մարդու կողմից, այսպես կոչված ազգային աստվածները, կապ չունի հայկական, հնդկական, չգիտեմ, եգիպտական, սկանդինավյան, թե որտեղի, ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Երբ որ մարդու կողմից են հնարված այդ աստվածները, չէ՞, տղամարդը ինքը իրանք երբ որ դուրս եկան աստվածամեժության շրջանում, ցածր գոյավիճակներն են, չէ, գործում։ Ցածր գոյավիճակները նշանակում է, որ իրանք բոլորը դուրս են գալիս փողոց կամ թշնամանքով կամ մրցակցությամբ։ Ոչ մեկի սրտում առաքինություն չկա։ Ոչ մեկ չի մտածում համագործակցության մասին։ Ամեն մեկը եթե նույնիսկ համագործակցում են, հազարավոր օրինակներ ունենք, չէ, որ ասենք փորձում են համագործակցել, բայց հետո ամենավերջում պարզվում է, որ իրանք համագործակցում էին, քանի դեռ թույլ էին, համագործակցում էին, որ ուժեղանան։ Հենց որ ուժեղանում են, սկսում են այդ վերջնական, թե ով է ամենակարևորը, ուրեմն բանի շուրջ մրցակցել։ Եթե նույնիսկ դրանք, ասենք, շատ դեպքերում, եթե նույնիսկ հարազատ եղբայրներ են, չէ՞, կամ ասենք, եթե մինչև վերջ մնում են իրար հետ, ուղղակի մնում են, որովհետև գիտակցում են, որ դրսից այնքան մրցակցություն կա, որ իրանք ներսում գոնե պիտի իրար հետ լինեն, որ կարողանան այդ դրսի մրցակցությանը դիմակայեն։ Չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այդ ժամանակ, չէ, տղամարդը ինքը ուժի կարիք ունի։ Ուժի կարիք ունի, ինքը կարիք ունի, որ իրանից վախենան, որպեսզի չհամարձակվեն հարձակվել, չէ, որպեսզի, ասենք, վնաս չտան, թե տղամարդիկ, չէ, չեն կարողանում ասենք, պաշտպանել օրինակ երկիրը,
Չէ՞ որ երկրի կազմվածքի, երկրի վիճակի համար պատասխանատու են տղամարդիկ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ասենք, տեսեք, այդ դեպքում իրանք անպայման այնպիսի Աստծո այնպիսի կերպարանքներ են ստեղծում, որոնք իրանք վախենալու են։ Այսպես մկանոտ, ջղային դեմքով, այսպես ջղայնացած այդ քամու խփատված բազերով, անպայման ինչ-որ հզոր զենքեր ձեռքը բռնած, կատաղած ինչ-որ մի հատ անձնավորություն։ Հասկանում եք, որով նայի վախենա։ Եվ արդեն հիմա էլ այդ դաշտում են պայքար մտցնում, կոպիտ ասած, ում Աստվածն է ավելի վախենալու։ Մանկապարտեզի խաղ։ Եթե կներեք էլի, եթե լուրջ նայեք այդ ամեն ինչի, չէ՞, մանկապարտեզի խաղ է։ Ոչ մի լուրջ բան է, ոնց ասեմ, էլի, թող ինձ ներեն, էլի։ Բայց մի տեսակ այնպիսի տպավորություն է, ոնց որ միջև կյանքի վերջ, բան, այն կռիվ խաղն էլի։ Հասկանում եք։ Ոնց որ շատ կանայք էլ իրանք միջև կյանքի վերջ մնում են տունտունիկ խաղացող։ Ամեն մեկը ոնց որ ըստ իրա պայմանավորված վիճակի ինչ-որ մի հատ բան մեջ, ոնց որ չէ որ մարդիկ կան, որ իրանք չեն կարողանում, չէ, մեծանալ, սա փաստ է, հասունանալ, ոչ թե տարիք առնել, այլ հասունանալ իրենց ներքին աշխարհով։ Հասունությունը դա միշտ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, հիմա երբ որ Տեր Բրահման ինքը նայում է, ինքը վախ չի զգում։ Որովհետև ինքը արդեն նկարագրեց, չէ՞, ինքը ինչպիսին է տեսնում Աստծուն, որ ինչ կերպարանք ունի, որ ինքը այսպես երիտասարդ, շփտադեմ, այսպես լուսավոր, շատ նուրբ մարմին ունի, թեկուզ եւ ձեռքը գուրզ ունի եւ ասենք զենքեր ունի, որը պարզ է, որ ինքը անհաղթելի է, հա։ Բայց միևնույն է նուրբ է։ Այդ նուրբը, հա, միշտ նշանակում է, որ նպատակ չունի վախացնելու։ Բայց ցանկացած մարդ, որը կոպիտ ասած խաբտվում է իր այդ նրբությանը, չէ՞, լրիվ ուրիշ բաների հետ է հանդիպում։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորության համար, հասկանում եք, հաղթելու համար պետք չի բան, այսպես էլ ինչ-որ ազդեցիկ տեսք ունենալ։ Ինքը միշտ մնում է նուրբ, գեղեցիկ, հավերժ, երիտասարդ, ժպտադեմ, դրա համար իր մարմնի բոլոր մասերը եւ տղամարդիկ եւ կանայք, որոնք իրանք հանդիպում են իրան, միշտ մի բառով են ասում. դու այ քո ձեռքերը լոտոսային են, ոտաթաթերը լոտոսային են, քո չգիտեմ, ուսերը լոտոսային են, ժպիտդ լոտոսի ծաղիկի նման մաքուր եւ լոտոսի ծաղիկի նման նուրբ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս երբ որ ինքը ասեց ես բան եմ անում, չէ, ինքը խոսեց դրա մասին, որ ես ոչ մի վախ չեմ զգում։ Ես հարգանք եմ զգում նրա հանդեպ, թե դու ինչպես ես օգտագործում քո ուժը։ Հա, եւ ասենք դա, որ ինքը ասում է, ես խոնարհվում եմ քո առաջ, չէ, տեսեք, դա ինքնակամ խոնարհություն է։ Այսինքն ոչ թե Աստված ինքը այնպիսի տեսք ունի, որ ազնվորությունը ինքը վախից ծնկի գա իր առաջ, որ վայ անկած լիսի որ ջղայնացավ, ինձ այսպես թաց տեղս կթողնի, հա։ Գերագույն Աստծո ազնվորությունը իր ամբողջ կերպարանքով բարյացակամության մարմնավորում է։ Բայց եւ ակնհայտ է, չէ, որ ինքը ահավոր հզոր է։ Գիտեք։ Հասկանում եք։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը բանել է այդ կամավոր խոնարհությունն է ցուցաբերում, չէ՞, ինչ է նշանակում կամավոր խոնարհություն։ Այ որ ինքը իր առաջ տեսնում է, որ կանգնած է մի ազնվորություն, որը չի չարաշահում իր ուժը, չէ՞, բայց ինքը ինչ որ մի հատ այսպես ներքին համաձայնություն ունի, հասկանում եք, լինել սեփական դիրքում։ Հա, այսինքն այստեղ այդ խոնարհումը դա ոչ թե ձևական խոնարհում է, հասկանում եք, այլ ոնց է, խորը հետևանքն է այն ճշմարտության, որը Տեր Բրահման հիմա տեսնում է Գերագույն Աստծո անձնավորության մեջ, չէ՞։
Հիմա ինքը ինչ ասեց, ինչի է ինքը խոնարհվում։ Առաջինը ինքը ասեց դու չհոգնող։ Հա, պետք է քիչ սովորական լեզվով ասենք, դու չհոգնող ժամանակն ես։ Հասկանում եք։ Այսինքն ժամանակը ինքը ինչ է նշանակում դարապես ժամանակ։ Ժամանակը ինքը հնարավորություն է տալիս ներկայում եւ արդյունք է տալիս ապագայում։ Լավ կամ վատ։ Եվ այդ երկու ֆունկցիայի մեջ հնարավորություն տալ, իսկ հետո կոպիտ ասած դատել, հա? Գերագույն աստվածավորությունը երբեք չի հոգնում։ Հասկանում եք։ Այդ դուք ասեք, էլի ասեցի, պրոստը այս պահին մի հատ պատկերացնում եք, չէ՞, մեր տիեզերքը ինքը ինչ ահռելի տարածություն է մեզ համար։ Եվ մեր մոլորակը այդ տիեզերքի մեջ ինչ փսոր է։ Չէ՞։ Բայց հենց հիմա, հենց այս պահին այստեղ ապրում է մոտ, եթե ճիշտ եմ տեղյակ, մոտ 8 միլիարդ մարդ, չէ՞։ Անթիվ անհամար կենդանիներ, միջատներ, թռչուններ եւ այլն, եւ ամեն մեկը ունի իր ճակատագիրը։ Ամեն մեկին տրվում են ինչ-որ հնարավորություններ, եւ այդ հնարավորությունների սահմաններում հետագայում տրվում է ինչ-որ, ասենք, ինչ-որ իրականություն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա Տեր Բրահմանը, երբ որ ինքը նայում է Աստծուն, ինքը հասկանում է, որ սա մի անձնավորություն է, որը իշխում է ժամանակը, այսինքն ժամանակը հենց իր կամքն է, որ ինքը այդ կամքն է արտահայտել։ Տալիս եմ հնարավորություն, հետո նայում եմ այդ հնարավորության հետ ինչ արեցիր։ Ստանում ես համապատասխան արդյունք։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը հավերժության մեջ երբեք չի հոգնում տրամադրել հնարավորություններ եւ տալ արդյունք։ Հասկանում եք։ Եվ հիմա, չէ, ինքը ասեց դու այդ չհոգնող ժամանակն ես։ Եվ ժամանակը այստեղ պրոստը բաների մասին, ժամերի մասին չի խոսքը, էլի, հասկանում եք, ինքը այստեղ հենց դրա մասին է խոսում, որ ժամանակ ինքը նշանակում է, որ նյութական աշխարհում ամեն ինչը ժամանակավոր է։ Եվ այդ դու հենց այդ սկզբունքն ես, որ ապահովում ես ժամանակավորությունը։ Այսինքն այստեղ Տեր Բրահման ինքը բացահայտում է գերագույն Աստծո անձնավորությունը, որպես այն իրականության բանը, տերը, հա, որը ինքը, այսպես էլի, հետևողական, մշտական, առանց հոգնելու, միշտ վերջնականում ոչնչացնում է կենդանիակի կեղծ հիմքերը։ Հասկանում եք, որ են կեղծ հիմքերը, ինչի մասն է խոսքը։ Կեղծ հիմքեր են, սիրելիներս, չէ՞, օրինակ ասենք, ազնվորությունը ինքը մտածում է, որ ինքը այս մարմինն է։ Դա կեղծ հիմք է։ Ազնվորությունը ինքը մտածում է, որ նյութական աշխարհը դա երջանկություն գտնելու, երջանիկ լինելու հնարավորության աշխարհ է։ Դա կեղծ հիմք է։ Հա, կենդանիակը ինքը ապրում է այնպես, ոնց որ թե միշտ լինելու է։ Դա կեղծ հիմք է։ Այսպես էլի ռեալ, ոչ թե ինքը չի իմանում, ինքը իմանում է, որ ինքը մահանալու է, բայց ռեալ ամեն վարքյանում այն ինչ ինքը իրեն թույլ է տալիս, այդ կարող է իրան թույլ տալ մենակ այն անձնավորությունը, որ ինքը դարապես չի պատկերացնում, որ ինքը մահանալու է։ Հասկանում եք։ Հիմա այդ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մշտական ջարդում է կենդանիակի հիմքերը։
Հենց որ կենթանիակը մի քիչ արխայնանում է, մտածում դրախտային մոլորակները, չէ, հենց որ այդտեղ մտածում են, որ ահա մենք հասել ենք մի հատտեղ, որտեղ կարող ենք հանգիստ մեր համար վայելել մեր գոյությունը, երկար ապրել, հեշտ ապրել, ոչ մի ճիքեր պետք չեն ցանկությունները կատարելու համար, չգիտեմ, էս են, հա? Մեկ էլ հայտնվում են դեմոնները, որոնք իրանք ուժ են հավաքում եւ պատերազմով գալիս են դրախտային մոլորակներ։ Ինչի համար այդ գերագույն աստվածավորությունը ինչի է թույլ տալիս, չէ՞ որ դրախտային մոլորակներում ծնվում են այն կենդանեակները, որոնք իրանք բան են արժանացել են, չէ՞ դրախտային երջանկության։ Իսկ արիացիները իրանք նկարագրում են, որ դեմոնները իրանք պարբերաբար հարձակվում են աստվածային աշխարհի վրա, չէ՞։ Եվ բոլոր այն ազգերը, որոնք իրենք իմինը իրենց աստվածների պանթեոնը վերցրել են, արմատներով վերցրել են արիացիներից, իրանք անպայման այդ գաղափարը նկարագրում են, որ գոյություն ունի պայքար, նույնիսկ աստվածային ուժերի մեջ գոյություն ունի պայքար, որտեղ մշտական ինչ-որ մեկին դեսպես թաղել են ներքևներում, նայել են տեղ պարբերաբար այնտեղից դուրս է պրծնում եւ հարձակվում աստվածային տարածքի վրա։ Ինչի համար, որ կենթանիակը ինքը հասկանա, նյութական աշխարհը ինքը ագրեսիայի աշխարհն է, եւ այստեղ ցանկացած երջանկություն ինքը ժամանակավոր է, որտեղ ամեն վարքյան կան ազնվորություններ, որոնք իրենք կենտրոնանում են մեր երջանկության վրա, ինչի համար, որ ոչնչացնեն։ Սա չի նշանակում, որ մենք պիտի չարանանք եւ բոլորի մեջ մենակ թշնամի տեսնենք, իհարկե ոչ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա ուրեմն եւ այստեղ հաջորդ քայլով ինքը ասեց, դու վայելում ես բոլոր զոհագործությունները։ Հա, այսինքն ինքը ինչ է խոսում։ Նյութական աշխարհում կան զոհագործություններ, որոնք իրենք նախատեսված են կիսաստվածների համար։ Կան զոհագործություններ, որոնք նախատեսված են ոգիների համար, հա? Այսինքն տարբեր տեսակի զոհագործություններ կան, տարբեր տեսակի կենդանիակների համար։ Եվ այնպես չի, որ Տեր Բրահման դա չգիտի, չէ՞, ինքը դա շատ քաջ, շատ լավ գիտակցում է։ Այն մենք ինչ նկատի ունի, որ ասում է դու վերջնական ընդունողն ես բոլոր զոհագործությունների։ Հասկանում եք, այսինքն հիմա այստեղ Տեր Բրահման ինքը ոնց որ կենտրոնում է վերցնում ոչ թե ինքը զոհագործությունը, հա, այլ կենտրոնում է վերցնում այն ազնվորությանը, թե ով է իրական տիրակալը այդ բոլոր զոհագործությունների։ Հասկանում եք։ Եվ ինքը ինչ է ուզում ասի, որ ցանկացած սուրբ գործողություն ինքը իմաստ ունի միայն ոնց ասեմ, ոնց որ միայն Աստծո մեջ, այսինքն երբ որ այդտեղ ներգրավված է Աստված։ Եվ անմիջապես դրանից հետո Տեր Բրահման ինքը սկսում է խոսալ իր դիրքի մասին։ Ինչի համար։ Սա ինչ է։ Այսինքն Աստծո առաջ կանգնած հիմա գլուխ է գովում, թե ինքը ով է։ Այսինքն որովհետև ինքը բացահայտ սկսեց խոսել նրա մասին, որ ինքը շատ բարձր դիրք ունի, չէ՞։ Այսինքն հիմա ինքը ինչ է անում։ Այսպես էլի Աստծո առաջ կներեք բառիս համար լոպասանում է իր դիրքով։ Հասկանում եք, չէ՞։ Այդպիսի բան հնարավոր չի, որտեղ ինքը հիմա հարգանք մատուցեց Աստծուն, գիտակցելով, թե ինքը ում հետ գործ ունի։ Եվ հիմա հանկարծ միանգամից անցավ քննարկելու, թե ինքը ինչ բարձր դիրք ունի, չէ՞։ Այսինքն ինքը հիմա խոսքեր է ասում, որտեղ ինքը թվարկում է, որ ինքը սովորական կենդանի էակ չի, հա, եւ ինքը կարող էր, իր դիրքը ինքը այնպիսին է, որ ինքը կարող էր բան անել, էլի, այսպես այդ դիրքը ինքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ինքը իր մասին շատ բարձր կարծիք ունենա։ Հա, այսինքն
Տեր-Բրահման հիմա ընդգծում է իր իշխանության մասշտաբը, հա, թե ինքը ինչ կարգի իշխանություն ունի, հասկանում եք, ինքը ամբողջ նյութական աշխարհի այս տիեզերքի, չէ, ամբողջ նյութական աշխարհում այդ մեր տիեզերքի երկրորդական արարիչն է։ Հիմա Տեր Նարայանն ինքը կթողնի կհեռանա Բրահմային երկու խոսք ասելուց հետո եւ Բրահման կմնա մենակ։ Հա? Այդ այնքը ինչ իշխանություն է, կարող է զգալ, չէ՞։ Ես միշտ հանակ եմ անում, ասում եմ, նո, սովորական մարդիկ իրանք 3 տարականի վրա եթե իշխանություն ունեն, արդեն իրանց այնպես են պահում, ոնց որ թե իրանք մոլորակի նախագահն են, էլի, այսպես ոնց որ ասեց, իմպերատոր всего человечества։ Ինչա, չգիտեմ, համայնքապետ, օրինակ, կամ չգիտեմ, հավաքարարների, հեշտ տեսել եք, կա բան էլի, այդտեղ կարելի է էլի շատ բան տեսնել դա։ Չասենք օրինակ մեկ այդ բանում ճանապարհների վրա փողոցներում ինչ որ գործանողները, չէ, իրանք միշտ այդտեղ գալիս են, ինչ որ մի հատ պրովոդ պիտի հասկացնեն օրինակի համար։ Եվ ասենք, երբ որ նայում ես, այդտեղ այդ բանը ինքը այնքան ցայտուն երևում է, էլի, կանգնած է ընդամենը մի հատ բանվոր։ Այդ խեղճ բանվորը այդտեղ ուրեմն այդ ֆիզիկապես այդ գործանողն է։ Իրա վրա կանգնած է իր միջական շեֆը, մեկ էլ այդ շեֆի շեֆը։ Ու իրանք սենց կանգնած, այդտեղ ինչ-որ բաներ են խոսում իրար մեջ, այդ խեղճն այդտեղ իր գործն է անում։ Ու այդ երկուսը, որ ընդամենը, հա լավ, այսպես քարը տրակի 10 բանվորի ղեկավար են, չէ՞, այնպիսի տեսքով են այդտեղ կանգնում։ Եվ այսպես էլի շրջապատի դասնոկ դառնողին դեմոնստրացիա անում, որ իրանք այդտեղ կատարող չեն, էլի, իրանք հրամաններ տվող են։ Ես միշտ ասում եմ 3 տարականների վրա, եթե իշխանություն ունի ինչ-որ մեկը, արդեն այնպես են գոռոզացնում, որ իրան ոնց որ տիեզերքի բանն է։ Հիմա Տեր-Բրահման ինքը սովորական կենդանի էակ է, սա շատ կարևոր է, ինքը Աստված չի, ինքը Աստծո մարմնավորումը չի, ինքը սովորական կենդանի էակ է, որը հասել է այն դիրքին, որ երկրորդական արարիչն է։ Եվ ինքը հիմա ներկայացնում է իր իշխանության մասշտաբը, հա։ Դրանից հետո, հա, ինքը ինչ ասեց, ես բան եմ, չէ, ես ղեկավարում եմ բոլոր այս տիեզերքի բոլոր մոլորակները։ Սա հասկանում եք, չէ, որ շատ բարձր դիրք է։ Հիմա հաջորդը։ Ինքը ասեց, ես ապրում եմ այնպիսի տեղ, հա, որը ինքը գոյություն ունի երկու պարաթա։ Այդ պարաթան ինքը ժամանակի ժամանակ է, էլի ոնց որ ասենք րոպե, ժամ, չգիտեմ, այդ պարաթան ինքը ժամանակի ինչ որ անասելի կոսմիկական մի հատ ժամանակ է, չէ՞, որը կենդանեակի համար դա հավերժություն է։ Այն ինչքան մեր համեմատ, թե ինչքան է ապրում Տեր-Բրահման, դա ուղղակի հավերժություն է, այնքան երկար կյանք ունի ինքը, չէ՞։ Այսինքն ինքը հիմա խոսում է նրա մասին, որ նյութական աշխարհի ներսում էլ ես ամենաերկար ապրողն եմ։ Հասկանում եք։ Հիմա, հետո ինքը ասեց, շատ տարիներ ես իմ կյանքը ծախսել եմ ճգնություններ անելու վրա։ Հա։ Հիմա ես նվիրել եմ ճգնություններին, չէ, այդ նվիրել եմ խոսքը, ինքը խոսում է նրա մասին, որ Տեր-Բրահման իրան ոչ մեկ չի ստիպել։ Դա եղել է իր կամավոր ընտրությունը։ Հա, ինչն է եղել իր կամավոր ընտրությունը։ Հիմա տեսեք ինքը ինչ ասեց, ինքը ասեց ես արարիչ, ես բան եմ, ղեկավարում եմ, հիմա հեսա 5 րոպե հետո ղեկավարելու եմ այս բոլոր մոլորակները։ Այս բոլոր մոլորակների վրա լցնելու եմ կյանք, ձևեր, կյանքի ձևեր, ֆորմաներ եմ արարելու այստեղ։ Չէ, իր գլխավոր արարչագործությունը դա կյանքի ֆորմաներն են։ Այս հիմա մի քիչ հետո դա անելու եմ, չէ։ Ապրում եմ այս նյութական աշխարհում ամենաերկարը,
ծնվում եմ ամենաառաջինը եւ մահանում եմ ամենավերջինը։ Հա? Բայց նույնիսկ ես իմ կյանքի երկար տարիները նվիրել եմ ճգնությանը։ Եվ այս որ նվիրել եմ, այլ ոչ թե ինձ ստիպել են, ինքը չի ասում, եւ ես ստիպված եմ եղել, ասենք երկար տարիներ ապրել ճգնության մեջ։ Ինքը ասում է ես նվիրել եմ ճգնություններին։ Դա նշանակում է, որ այդ ճգնություններ կատարելը դա եղել է իր գիտակցական ընտրությունը, որին ինքը նվիրել է իր կյանքը։ Հասկանում եք, հիմա ինչ է նշանակում ճգնություն։ Ճգնությունը դա առաջի հերթին կյանքը դիսցիպլինայի մեջ պահելու ունակությունն է։ Դա սահմանափակումներ ընդունելն է, հա? Ինչի համար է կենդանիակը դա անում։ Ինքը դա անում է, որպեսզի մաքրի իր գործողությունները, հա? Կամ իր աշխատանքը մաքրի ամեն տեսակի թերություններից, այսինքն որպեսզի ինքը մենակ այն ազնվորությունը, որը ինքը ենթարկվել գիտի կարգ ու կանոնին, հա? Եվ կարողանում է զսպել իր զգայարանները, միայն այդ ազնվորությունն է, որ կարող է որակավոր աշխատանք կատարել կամ հասնել այդ բարձր նպատակներին, որը ինքը իր առաջ դնում է։ Հասկանում եք, հա? Այսինքն հիմա Բրահման ինքը ասում է, ես ոչ միայն իշխանություն ունեմ, ես համ էլ հոգևոր աշխատանք եմ կատարել։ Ինչի համար, որ հասնեմ ինքնագիտակցման։ Հասկանում եք, այսինքն այդ ինքնագիտակցումը արիացիների մոտ դա բան է, որ ես գիտակցեմ, թե ես ով եմ։ Հա, երբ որ ինքը հասնում է ինքնագիտակցման, իր վերաբերմունքը այն դերի հանդեպ, թե ինքը ինչ ֆունկցիա պիտի կատարի այս նյութական աշխարհում, արմատականորեն փոխվում է։ Այդպիսի անձնավորություն, որտեղ նյութական աշխարհում ապրողները իրանք սովորաբար մտածում են, որ եկել են այս աշխարհը վայելելու համար, հետո հասկանում են շատ արագ, որ աշխարհը վայելելու համար պետք է հաղթել կամ մրցակցության կամ թշնամանքի մեջ, հա, մտնում են այդ պայքարի մեջ եւ եթե հաղթում են, ուրեմն կարողանում են վայելել իրենց գոյությունը։ Եթե պարտվում են, դե ուրեմն հայտնվում են կյանքի ամենացածր ոլորտներում։ Չէ՞։ Հիմա տեսեք, իսկ Բրահման ինքը փաստացի ուրեմն ներկայացնում է, որ ինքը գիտակցում է ինքը ով է, հա, գիտակցում է ինչի համար է այս աշխարհում հայտնվել, հա, եւ հիմա ինքը նորից է ասում, եւ ես խորը ակնածանքով խոնարհվում քո առաջ։ Այդ չնայած, ինքը այդպես էլ ասես, չէ, չնայած ամեն ինչի։ Այսինքն ինքը ինչ ասեց, ինքը ասեց, ես էլ ինձ պակաս ազնվորություն չեմ, եւ եթե կեղծ եսին տրված լինեի, եւ չգիտակցեի, որ ես հոգի եմ, այսինքն ինչ է նշանակում ես գիտակցում եմ, որ ես հոգի եմ, ես գիտակցում եմ, որ ես քո մասնիկն եմ, հա, որ իմ կյանքի աղբյուրը դու ես, այլ ոչ թե ես, հասկանում եք, եւ այստեղ ինքը շատ էսպես կտրուկ փոխում է այդ ինքը հարգանք հայտնեց Աստծուն, հետո եկավ իր դիրքի մասին խոսած, առանց ոչ մի անհարմար զգալու, շատ պարզ, հանգիստ, ասեց այո, ես այս անձնավորությունն եմ եւ այս աշխարհում ունեմ այս դիրքը։ Եվ այդ դիրքը կարող էր պատճառ լինել, որ ես հիմա գոռոզ լինեմ եւ նույնիսկ մտնեմ այնպիսի մոլորության մեջ, որ հավասար եմ քեզ, հա։ Բայց միայն այն հանգամանքը, որ ես հիշում եմ, որ քեզանից եմ ծնվել, ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը, այսինքն եւ այդ իշխանությունը, եւ այդ ֆունկցիան ինձ դու ես տվել։ Սա է ուրեմն Տեր Բրահմայի խոսակցության թեման, չէ՞։ Եվ այստեղ ինքը շատ այսպես կտրուկ անցում է անում, որ ասենք ինքը թվարկեց իր իշխանությունը, թվարկեց իր դիրքը, թվարկեց իր երկարակեցությունը, հա, թվարկեց թե ինքը ինչ
ճիգեր է գործադրել եւ հետո ասեց, բայց այդ ամեն ինչը պատճառ չի դառնում, որ ես քեզ չխոնարհվեմ։ Հա, որովհետեւ ինչ որ ես քո մեջ տեսնում եմ, դու անսահման ինձանից ավելի մեծ ես եւ խոնարհման արժան։ Հասկանում եք։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը երկու անգամ, այսինքն ինքը սկզբում ասեց ես քեզ խոնարհվում եմ, հետո խոսաց իր դիրքի մասին, հետո նորից ասեց, բայց այդ ամենին չնայած ես խոնարհվում եմ քո առաջ։ Հա, եւ այստեղ այդ կրկնողությունը, որ ինքը երկու անգամ իրար հետևից խոսած նրա մասին, որ խոնարհվում է, չէ, ինքը շատ ուրեմն կարևոր նշանակություն ունի։ Ինչու՞, որովհետև այստեղ Տեր Բրահման ինքը ցույց է տալիս, չէ, որ ինչքան էլ ուզում է կենթանեակը ինքը բարձր դիրք ունենա, չէ, իսկապես ուզում է ասել ինչքան ուզում է բարձր դիրք ունենա, միևնույն է պիտի Աստծո առաջ հարգանք ունենա, բայց իրականությունը այդպես չի, սխալվեցի։ Իրականությունը ինքը այսպիսին է, որ Տեր Բրահման հիմա ինքը ցույց է տալիս, չէ, որ կենթանեակը ինքը ինչքան էլ ուզում է բարձր դիրք ունենա, հա, ինչքան, ոչ թե տենց, ինչքան ավելի բարձր է իր դիրքը, հա, այնքան ավելի քիչ ինքը հիմք ունի, բան, որ անել այսպես խոնարհվի ինքը իրան։ Հասկանում եք։ Ինչու՞, որովհետև ինչքան ավելի բարձր դիրք ունի կենթանեակը, այնքան ավելի պարզ է գիտակցում, որ դա իր արժանիքը չի։ Հիմա Տեր Բրահման ինքը դա է հասկանում եք, որտեղ ինքը այսպես սկսենք ելակետից։ Ինքը ծնվել է որպես Տեր Բրահման։ Չէ, եւ այդ իր ծնունդը իրան տվել է, ամեն կենթանեակ ինչ որ միտեղ ծնվում է, չէ։ Եվ մեզանից ամեն մեկին մեր ծնունդը կամ սահմանափակում է կամ հնարավորություններ է տալի։ Չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, օրինակ, երբ որ կենթանյակը ինքը այնպիսի տեղ է ծնվել, որ իրան հնարավորություններ է տալիս, ինքը անմիջապես գոռոզություն է զարգացնում։ Եթե աստվածաբեր է։ Բայց եթե ինքը աստվածակենտրոն է կամ բանականություն ունի, չէ, ինքը անմիջապես հասկանում է, որ իր ծնունդը իրան է տվեց։ Իսկ ով իրան տվեց այդ ծնունդը։ Գերագույն Աստծո անձնավորությունը, չէ։ Այո, մենք կարող ենք ասել, իհարկե, Բրահման արժանացել էր այդ դիրքին։ Չէ, բայց չէ որ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը չլներ, այդ դիրքում ծնվելու համար կենթանեակները պայքար կմղեին։ Ընդ որում պայքար կմղեին անկախ նրանից, թե իրենք արժանի են այդ տեղին, թե ոչ։ Եվ այդ Գերագույն Աստծո անձնավորությունն է, չէ, այդ սահմանը միշտ պահում իր բանի տակ։ Որ դա ես եմ որոշում, որ կենթանեակը որտեղ պիտի ծնվի։ Ըստ իր արած չարածների։ Հասկանում եք, եւ հիմա Տեր Բրահման ինքը այդ դրա համար ասեց, ես նորից եմ խոնարհվում քեզ։ Հասկանում եք ինչու, որովհետեւ երբ որ ինքը ասեց, որպեսզի ես հասնեմ ինքնաիրականացման, չէ, այդ ինքնաիրականացման մեջ մտնում էր խոնարհության դիրքը Աստծո առաջ։ Որտեղ մենք հոգևոր աշխարհից դուրս ենք եկել հպարտության հիմքի վրա նրա հանդեպ։ Եվ ինքնաիրականացումը ինքը բերում է այդ խոնարհ վիճակին, ոչ թե ճորտի վիճակին, այլ խոնարհ վիճակին։ Երբ որ կենթանեակը ինքը օբյեկտիվորեն է գնահատում իր պոտենցիալները եւ Գերագույն Աստծո ազնվորության։ Հա։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը դիմեց Գերագույն Աստծո ազնվորությանը օգտագործելով ողորմածություն բառը։ Ողորմածության գաղափարը ինքը ընդհանրապես շատ սերտ կապ ունի սրտի փափուկության, հա, չգիտեմ, այդ բարյացակամության հետ,
հասկանում եք, եւ ողորմածությունը ինքը համել մի հատ շատ կարևոր հանգամանք ունի իր մեջ, ողորմած են այն ազնվորությունները, որոնք իրանք չեն տեսեք, արդար են այն ազնվորությունները, որոնք իրենք հաշվի են առնում կենդանեակի բանը, զասլուկի, արժանիքները, հա? Իսկ ողորմած են այն ազնվորությունները, ոչ թե որ հաշվի չեն առնում արդարությունը, հա? Այլ իրանք միշտ չի, որ բանն անում, էլի, ենթարկվում են այդ արժանիքների սահմանափակումներին եւ կարող են տալ երկրորդ շանս, եթե նույնիսկ չկա ասեք, եթե նույնիսկ չկա արժանիքներ, հա? Ինքը Գերագույն Աստծո ազնվորությանը այդ բաների տեքստի այսպես էլի հիմնական գաղափարները, չէ, հաջորդը դա ժամանակն էր։ Հասկանում եք, եւ ժամանակը դա այո, դա այդ հաջորդականությունն է, հա, արարվելու, գոյություն ունենալու եւ ավիրվելու։ Եվ հոգևոր գիտելիքի տեսանկյունից ժամանակը ինքը միշտ քննարկվում է որպես Գերագույն Աստծո ազնվորության կամքը։ Հա, հիմա այս տեքստը, եթե ինձ հաջողվեց ճիշտ ներկայացնել նրա տրամադրությունները, կարող եք տեսնել, որ ինքը շատ այսպես իրականում շատ ուժեղ, շատ այսպես կոնցեպտուալ բան է, տեքստ է, հա, որը ինքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է կենդանեակը ինքը տեսնել ուրիշ կենդանեակի առավելությունը։ Այսինքն այստեղ Տեր Բրահման ինքը ցույց տվեց, թե ինչ տեսք ունի իրական բարձրությունը, հա, երբ որ կենդանեակը ինքը կուրացած չի, ինքը իրանով, այսինքն կուրացած չի գոռոզությամբ, հասկանում եք, եւ այդ ժամանակ, չէ, որտեվ ասենք սովորաբար կենդանեակը ինքը մտածում է, որ եթե ինքը գոնե մի փոքր իշխանություն ունի, ինչ որ ես արդեն քննարկեցի, չէ, իշխանություն ունի, չգիտեմ, մի քիչ ավելի գիտելիք ունի, քան ուրիշները, հա, կամ ավելի երկար է ապրում, քան ուրիշները, կամ նույնիսկ ինքնաիրականացման մեջ ինչ որ հաջողություններ ունի ավելի շատ քան ուրիշները, հա, այդպիսի ազնվորությունները իրենք սովորաբար ոչ մեկի առաջ չեն խոնարհվում։ Իսկ մենք այստեղ տեսնում ենք ուղղակի հակառակը, որ Տեր Բրահման լինելով նյութական աշխարհի ամենահզոր ազնվորությունը, ամենանշանակալից ազնվորությունը, ամենաբանիմացը, հա, ամենատաղանդավորը, ամենահասկացողը եւ այլ ամենաները, հա, իրականում ինչքան ավելի շատ ամագ ունի դրած իր դիրքի մեջ, չէ, այդքան ավելի խորը տրամադրություններով է գլուխը խոնարհում Աստծո առաջ։ Հասկանում եք։ Այսինքն այս տեքստը ինքը ջախջախում է կենդանեակի ամենավտանգավոր մոլորություններից մեկը հոգևոր կյանքում, հա, դա որն է, որ ազնվորությունը ինքը մտածում է, որ որքան ավելի մեծ բաներ, достижение, որքան ավելի մեծ ձեռքբերումներ ունի ազնվորությունը հոգևոր կյանքում, հա, այդքան ավելի շատ ինքը անհրաժեշտություն չունի որևիցե մեկի առաջ գլուխ խոնարհի։ Հասկանում եք։
Եվ այստեղ Տեր Բրահման ինքը ցույց է տալիս, որ ուղղակի հակառակ, ինչքան կենդանեակը ավելի բարձր իրականացում ունի, ինչքան ինքը ավելի խորն է գիտակցում, ոչ թե ինչ նշանակում իր ինքնաիրականացում։ Ինքնաիրականացում դա նշանակում է ես այլևս ոչ մի իլյուզիա չունեմ ինքս իմ մասին։ Եվ ինձ Աստված չեմ երևակայում։ Այդ sense բանը կողմերը իրանք հետ ովքեր են, ես էլ Աստվածն եմ, չէ՞ վсё։ Բոլոր պիտի խոնարհվեք։ Հասկանում եք։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը ուրիշ օրինակ է ցույց տալիս, որ իրականը ինքնաիրականացման հոգևորի մեջ իրական արդյունքներին հասնողը ինքը ոչ թե քչացնում է հարգանք մատուցելու իր պատրաստակամությունը, այլ ուղիղ հակառակը, այնց ինքն է, որ իրականում բան է անում, էլի խոնարհվում է Աստծո առաջ։ Հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք, որ այն ամեն ինչը, ինչ որ Բրահման ինքը իր մասին ասեց, դա շատ բարձր իրավիճակ է, չէ՞։ Իշխանություն բոլոր մոլորակների վրա, ինչ որ անասելի կյանքի տևողություն, տարիների կատարած ճգնություններ, ինքնաիրականացման հասած վիճակ, այսինքն մենք միշտ կտեսնենք, որ Բhagavatam-ը ինքը միշտ հետևում է այդ մշակույթին, ինքը վերցնում է երևույթի մեջ գագաթնակետ երևույթ, եւ այսինքն հիմա այս պահին, չէ, իդեմս Տեր Բրահմայի վերցվեց նյութական աշխարհի համար գագաթնակետ հնարավորությունները գոռոզ լինելու համար։ Եվ հետո Բhagavatam-ը ամեն անգամ, այսպես այդ գոռոզության հիմք ունենալու սիտուացիան կվերցնի եւ կանի մի հատ ջախջախիչ քայլ։ Այն ինչ որ արեց Տեր Բրահմանը։ Բայց չնայած այդ ամեն ինչին, ես խոնարհվում եմ քո առաջ։ Հասկանում եք։ Այսինքն սա նշանակում է, որ նյութական աշխարհում ոչ մի բարձունք, որը կենդանեակ կարող է նվաճի, չէ, ինքը չի կարող զրոյացնել այն տարբերության անդունդը, որը կա հսոր կենդանեակի եւ Գերագույն Աստծո անձնավորության միջև։ Հասկանում եք։ Սա ինքը ուրեմն այս տեքստի շատ կարևոր տրամադրություններից մեկն էր, որը ինքը, եթե մենք լուրջ ենք դիտարկում, թե Տեր Բրահման ինքը ինչի տեր էր եւ ինչ խոնարհությամբ է հիմա արտասանում այս տեքստերը, կարողանում ենք գնահատել, թե ինչքան դատարկ տեղն ենք մենք գոռոզություն դրսևորում եւ ինչպիսի հարգանք ու խոնարհումներ եք ակնկալում, եթե մի սանտիմետր այս մեր չնչին ու փոքրիկ մարդկային կյանքի մեջ առաջ ենք գնացել հոգևորի մեջ։ Ընդհանրապես հոգևորի մեջ գոռոզությունը Բhaktivinoda Thakur-ը իր գրքերից մեկում կգրի, որ գոռոզությունը ինքը փակում է ճանապարհը Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերվելու։ Հասկանում եք, դրա համար կենդանեակը ինքը, եթե նույնիսկ ինչ որ առավելություններ ունի ուրիշ կենդանեակների համեմատ, պիտի շատ ուշադիր լինի հոգևոր մարդը, որպեսզի երբեք գոռոզություն չզարգացնի։ Հասկանում եք։ Եվ Տեր Բրահման ինքը մեզ այդ օրինակը ցույց տվեց։ Այսօր այսքանը սիրելիներս, ես բոլորիս խաղաղ եւ բարենպաստ շաբաթ եմ ցանկանում, թող ամենտեղ ամեն ինչ հագ կստանա եւ աշխարհը նորից հաստատվի խաղ